Եկեք սկսենք նրանից, թե ինչ է միոման ընդհանրապես եւ հետագայում ինչ բարդություններ այն կարող է առաջացնել, եթե ժամանակին մենք ուշադիր չլինենք։ Այո, թեման շատ կարևոր է, շնորհակալություն, որ այդ թեմային ուշադրություն եք դարձրել, քանի որ վերարտադրողական տարիքի կանանց շատ բարձր տոկոսը տառապում է այս հիվանդությամբ եւ ցավոք սրտի վերջին տարիներին նաեւ ունենք երիտասարդացման միտում։ Ինչ է միոման։ Միոման դա հորմոն կախյալ բարորակ հիվանդություն է, որը որ առաջանում է չգիտենք թե ինչու, այսպես ասեմ, որովհետև պատճառագիտական գործոնները դեռ հայտնի չեն վերջնականապես։ Կարող ենք ասել, որ նպաստող գործոններից են իհարկե ժառանգական նախատրամադրվածությունը եւ ուրեմն միոման ինքը իրենից ներկայացնում է արգանդի մեծացում, այսպես ասենք, որ ավելի պատկերացնելի լինի, հա, մեզ լսողների համար։ Հիմա մեծանալը կարող է լինել անունից ելնելով, հա, թե մկանային շերտում, այսինքն մենք դրանից ելնելով ունենք միոմայի մի քանի տեսակներ, հա, մասնավորապես, եթե մենք ունենք միոմատոզ հանգույցի տեղակայում արգանդից դուրս, իրեն անվանում ենք սուբսերոզ միոմա, եթե արգանդի պատի մեջ, ապա իրան համարում ենք ինտրամորալ միոմա, այսինքն արդեն ներսում։ Այո, եւ եթե դեպի խոռոչ է առաջանում, այսինքն իրան արդեն համարում ենք սուբմուկոզ միոմա։ Կարող են լինել սրանց համադրությունները, այսինքն երկուսը կամ երեքը իրար հետ համակցված։